Եվ այսպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դիմել է կոնգրեսին Իրանի նկատմամբ հարվածները վերսկսելու համար եւ առհասարակ մենք վերջին օրերին տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի հակամարտությունը նորից էսկալացիայի փուլում է գտնվում։ Միացյալ Նահանգները հարվածում են Իրանի Իսլամական Հանրապետության քրիտիկական ենթակառուցվածքներին եւ Իրանը բնականաբար պատասխանում է հարվածելով Պարսից ծոցի երկրներում տեղակայված Միացյալ Նահանգների ռազմական օբյեկտներին։ Այսօր այլ հարցեր շուրջ այսօր զրուցել եմ Դիվանագետների համայնքական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանի հետ։ Ողջույն, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Շնորհակալ հրավերի համար։ Տեսեք, պարզ էր, որ կոնֆլիկտը չնայած նրան, որ բոլորը խոսում էին, որ ռազմական գործողությունների փուլը ավարտված է, նաև երկամսյա մեմորանդում ստորագրվեց, որպեսզի հետագայում կողմերի դիրքորոշումները ել ավելի մոտեցվեն, բայց ակներով էր, որ չի լուծվելու հակամարտությունը, որովհետև Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չեն կարողացել հասնել իրենց ռազմավարական նպատակներին, հա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է լինել խաղացող տարածաշրջանում եւ ըստ ձեզ հիմա ինչ ռիսկեր է պարունակում այս նոր էսկալացիան եւ առհասարակ դուք տարիներ շարունակ Հայաստանը ներկայացրել եք դիվանագիտական կորպուսում, Արևելքում, Պարսից ծոցի երկրներում եւ շատ ավելի լավ ծանոթ եք այդ տարածաշրջանին։ Պայթյունը այդ տարածաշրջանում ինչով է հղի։ Տեսեք, նախ եւ առաջ բավականին սուր փուլ մտավ այս կոնֆլիկտը, ասել, որ սա անսպասելի էր եւ այսպես անակնկալ էր, այդպես չի իհարկե, եւ այնպես էլ չէր, որ հիմնականում վերլուծաբանները դրա մասին խոսել են, բարձրաձայնել են, որ իրականության մեջ այդ մեմորանդումը որքան էլ ինքը թվար, որ կարծես թե այսպես ռազմական դեէսկալացիայի ճանապարհ է բռնել եւ ուղղակի խաղաղ ճանապարհով պիտի փորձեն գոնե փուլային տարբերակներով հասնել վերջնական այսպես ստորագրմանը խաղաղության, ակնհայտ էր, որ բացի նրանից, որ չեն հասել ռազմավարական նպատակներին, ձեր նշած երկրների նկատի ունեմ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Այստեղ ավելի շատ Իսրայելի գործոնն եմ ես տեսնում, որպես խանգարիչ հանգամանք, չթույլատրող հանգամանք, որպեսզի այս կոնֆլիկտը իր հարթ ճանապարհը բռնի կամ հարթեցման ճանապարհը բռնի։ Որքան կշարունակվի սրացումը շատ դժվար է կանխատեսել, բայց այնուամենայնիվ առաջին հերթին այո, շատ ճիշտ նկատեցիք տարածաշրջանի երկրները, մասնավորի ծոցի երկրները, ես ինձ նկատի ունեմ Բահրեյնը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Կատարը առաջին այսպես հարվածն են կրում իրենց վրա տնտեսական առումով եւ նաեւ որքան էլ որ ցանկալի չլիներ, որ իրենց տարածքները օգտագործվեին, այնուամենայնիվ դրանք կան նկատի առնելով հենց ամերիկյան բազաների արկայությունը եւ այդ թիրախային ասիմետրիկ պատասխանը, որ ստացվում է Թեհրանից։ Այո, Իսրայելին անշուշտ ձեռք է տալիս, որ ծոցի երկրները որոշակի այսպես թուլացման էտապ մտնեն, ընդհանրապես Իսրայելին մերձավոր արևելքում արաբական երկրների թուլացումը միանշանակ ձեռնտու է, դրա հաշվին ինքը որոշակի դիվիդենդներ անշուշտ հավաքում է, բայց այստեղ խնդիրը նաև Նեթանյահուի ապագայի հարցն է, որովհետև կա շատ սուր եւ խորը քննադատություն ընդդիմադիր դաշտի կողմից, նույն խնդիրը ունի նաև Թրամփը, որովհետև այս առաջիկայում սպասվելիք աշնանը միջանկյալ այդ ընտրությունները լավ տեղ չի տանելու այն իմաստով, որ շատ դժվար կլինի դրական որոշակի միտումները իր ռեյտինգի պահպանելու։ Հետևաբար սա նաև մղելու է մաքսիմալ արագ փորձել, ես չի ասի բլիցկրիգի միջոցով, բայց արագ փորձել որոշակի ինչ-որ համաձայնեցումների
եզրեր գտնել, որպեսզի հետագայում ավելի հնարավոր լինի ունենալ որոշակի արդյունք եւ գոնե այդ արդյունքներով մտնել ընտրությունների փուլ։ Ծանր է լինելու իրենց համար, երկուսի համար, որովհետեւ Նեթանյահուին էլ սպասվում են նույնպես ընտրություններ, այնպես որ այս իմաստով շատ անկանխատեսելի է թե ուր կտանեն։ Երկու հակասություն կա, հա, մեկը շատ ճիշտ նկատեցիք, ռազմավարական են նպատակները, որ ունեին, կարծես թե կամ կիսատ են մնացել կամ ուղղակի չի ստացվում որևէ կերպ հասնել դրան, բայց մյուս կողմից էլ այդ նույն բացասական էլեմենտը կա, որ սա ուղղակիորեն ազդում է իրենց հենց իշխանության վարկանիշի վրա։ Հիմա ինչքան հնարավոր կլինի այս երկուսը համատեղել եւ մեծ արագության մեջ որոշակի հաջողություններ գրանցել, կարծում եմ ժամանակը ցույց կտա։ Իրենք խոսում էին ռեժիմի ապամոնտաժման մասին, այսպես ասած, խոսում էին միջուկային ծրագրի հրաժարման մասին, որ ստիպեն Իրանին, որպեսզի նա հրաժարվի ծրագրից։ Խոսում էին նաև հրթիռային ծրագրերից կամ հրթիռային համակարգը կրճատելու մասին, բայց մենք տեսնում ենք, որ որևէ կետ չի կատարում Իրանը եւ մենք տեսնում ենք, որ Իրանը շատ ավելի ամուր է հիմա կանգնած, որովհետեւ փաստացի ինքն է վերահսկում Հորմուզի նեղուցը եւ դա լծակ է նրա ձեռքում, որի շնորհիվ նա կարողանում է նույնիսկ ազդել համաշխարհային տնտեսության վրա։ Դոնալդ Թրամփը երեք հայտարարեց, որ իրենք սկսում են նեղուցի ծովային բլոկադան, այսինքն Միացյալ Նահանգները բացի հարվածներից, որ նա իրականացնում է, փորձում է նաև տնտեսապես փորձել Իրանին խեղդել, այսպես ասած։ Ձեր կարծիքով արդյոք այս մարտավարությունը կտա իր արդյունքը, որովհետև մենք տեսել ենք, որ հարվածները օդից անօգուտ էին եւ մենք տեսանք, որ ծովային բլոկադան, որը որ նա իրականացնում էր, նույնպես արդյունավետ չէր, դա ավելի շատ վնաս էր եւ վնաս էր հենց համաշխարհային տնտեսությանը։ Տեսեք, այս երկուսը զուգահեռվում են։ Նախ եկեք այս կոնֆլիկտի մեջ երկու շատ կարևոր կոմպոնենտ կա։ Մեկը այդ ռազմական սեգմենտը, մյուսը տնտեսական։ Թրամփի նկրտումները ընդհանրապես կամ շեշտադրումները քաղաքականության առաջնային գնում են դեպի տնտեսական մաս, ինչքան հնարավոր կլինի տնտեսապես վերցնել կամ տնտեսապես խեղդել։ Ռազմական կոմպոնենտը ավելի շատ իսրայելյան մասին է կամ իսրայելյան ճակատին է վերաբերվում։ Նորից գալիս եմ վերը նշածից, որ ինչքանով հնարավոր կլինի այս երկուսը համադրելի դարձնել եւ ճնշումը կրկնակի բարձրացնել։ Հիմա կա այդ բլոկադան եւ կան հարվածները, այս երկու կոմպոնենտը շատ զուգահեռ է գնում։ Հաշվարկի խնդիր է եւ դիմադրողականության հարցը։ Ճիշտ նկատեցիք, կարծես թե նույն էլի շրջապտույտի մեջ են մտնում, որը իրականության մեջ արդյունքում տեղապտույտ է դառնալու եւ ոչ միտեղ տանող ճանապարհը, որովհետեւ փորձել են չի ստացվել։ Հիմա միգուցե կրկնապատիկ, եռապատիկ կավելացնեն ռազմական մասը, հա, ինչու՞ չեն փորձում ցամաքով։ Չեն կարող, շատ պարզ, որովհետև այստեղ կորուստները նախ սարսափելի մեծ կլինեն, ինչքան էլ փորձեին օրվա իշխանությունների փոփոխության դեպի տանեն, այնուամենայնիվ չի ստացվել այդ մասը, միգուցե թեոկրատիկ առումով որոշակի թուլացում կա, բայց չի ստացվել առաջին հերթին ժողովրդի համերաշխությունը կոտրել, սա շատ կարևոր հանգամանք է, ինչի հաշվին դիմադրողականությունը ավելի բարձրանում է եւ շատ ավելի դժվարանում է հասնել, այսպես ասենք, ռազմավարական այդ նպատակներին։ Այսինքն այդ ներհասարակական պայթյուն որևէ ձևով դժվար է հիմա ստանալ,
Պարզ պատճառով, որովհետև մենք տեսանք քանիցս, որ շատ ծանր իրավիճակում հայտնված, ինչքան արագ կարողացան մոբիլիզացվել եւ դա առաջին հերթին նորից եմ կրկնում նույն ժողովրդի շնորհքով, որովհետև ժողովուրդը շատ կուռ մնաց, անկախ նրանից ինչպես է վերաբերվում իշխանություններին, միևնույն է, այստեղ ավելի այսպես գերիշխեց հայրենիքի, պետության, երկրի ինստիտուցիոնալ հիշողության, քաղաքակրթական, բարձր քաղաքակրթական պահը, այնպես որ այս իմաստով առավել եւս, եթե փորձ նույնիսկ կատարվի ցամաքով նման գործողությունների, ես կարծում եմ, որ դա ի բնե արդեն ուղղակի դատապարտված է եւ դա միանշանակ մտնում է այդ հաշվարկների մեջ, դրա համար այդ քայլը ես գոնե տեսանելի ապագայում դեռևս չեմ տեսնում։ Հետաքրքիր է, որ այս փուլում ռազմական գործողությունների կամ նոր էսկալացիայի հարվածներ չի ասում Իսրայելը։ Ինչով է սա ազդես պայմանավորված։ Դե իրենք սա ժամանակավոր թայմ-աութ եմ ավելի շատ տեսնում, թողել են ավելի այն մասի վրա, որ հələ թող ամերիկացիները խփեն, մենք հələ կսպասենք տեսնենք ինչա կատարում, բայց կարծես թե սկսել են շարժվել իրենց տեղից եւ կացի, այսինքն պաշտպանության նախարարի հայտարարություններից արդեն պարզ է դառնում, որ իրենք ինչ որ պահի իրենք կամ կմիանան, կամ եթե Միացյալ Նահանգները դադարեցնեն, իրենք կփորձեն որոշակի այսպես ռևանշ վերցնել, դրա համար ես սա ավելի այսպես մարտավարական բնույթի եմ պատկերացնում մոտեցում, էլի եմ ասում, ժամանակին պետք է բան տալ եւ սպասել, թե ինչ կատարի։ Միգուցե փորձում են հասկանալ, թե այս կարճաժամկետ իմաստով ինչքան Միացյալ Նահանգներին կհաջողվի այս ամենից հետո որոշակի դիվիդենդներ շահել, կհաջողվի, թե չի հաջողվի, արդյոք իրենք այսպես երկրորդ ճակատով, եթե կարողանան հարձակվել, էլի ինչ որ դիվիդենդներ կունենան, թե չեն ունենա, այսինքն այս իմաստով բանը ներվերի պատերազմը նաև որոշակիորեն գնում, ինչը օրինակ ես չեմ տեսնում, որքան էլ որ զարմանալի լինի պարսիկների, իրանցիների կողմից, այսինքն իրենք շատ ավելի հանդարտ եւ շատ ավելի այսպես կուռ ու ամուր դիրքերում են իրենց կարողանում պահել, լինեն դա հայտարարությունը, որքան էլ որ դրանք բան բնույթի լինեն, էմոցիոնալից միջև այդ վրեժի մասին հայտարարությունները կլինեն, իրենց դիրքավորումները կլինեն եւ այլն։ Այնուամենայնիվ համակարգը շարունակում է մնալ պինդ, համակարգը շարունակում է մնալ կուռ եւ դրա արդյունքում նորից հենվելով ժողովրդի այդ համերաշխության վրա դեռ հնարավոր է որոշակի դիմադրություն ցույց տալ։ Քանի որ ոչ ես, ոչ դուք, ոչ էլ շատ շրջանակներ չեն տիրապետում, թե վերջի վերջո այս հարվածներից հետո որքան է տուժել ռազմական կոմպլեքսը նույն Իրանի, չենք տիրապետում նաև ինֆորմացիայի, թե տարբեր են անշուշտ, բազմաշերտ են մոտեցումները կապված նույն միջուկային ծրագրերի հետ, այսինքն գաղտնի բաներ կան, որ իսկապես մեզ հասանելի չեն, ինչը պարսիկներին կարծես թե հաջողվում է դեռևս պահել։ Սրանք բոլորը վաղվա բանակցությունների որոշակի այսպես սակարկման արժեքներ են ունենալու եւ նորից պիտի հասկանալ գետնի վրա վնասը ինչ չափերի է, արդյոք որքան ժամանակ կպահանջվի այդ վնասը նորից ինչ որ ձևով վերականգնելու եւ ինչու ոչ նաեւ հակահարձակման անցնելու, բայց ժամանակը ցույց տվեց, որ ասիմետրիկ մոտեցումը շատ ավելի խելացի մոտեցում է եւ շատ ավելի վնասարար, քան եթե ուղղակի ճակատի փորձեն հարվածել։ Այնպես որ շատ այսպես մշուշոտ է եւ տեսանելի չէ, թե այս ամեն ինչը ինչով կավարտվի։ Ցավալի է անշուշտ, որ այս ամեն ինչը ուղղակի կատարում է հենց մեր քթի տակ, մենք էլի շարունակում ենք բացարձակապես զրոյական բան ցույց տալ վերաբերմունք այս ամեն ինչին, երկրի ղեկավարը սարերն է մագլցում, պսևդո ղեկավարն, եթե կարող ենք այդպես ասել, այս համատարած հանգստությունը, որ այստեղ կա, մարդիկ իսկապես չեն գիտակցում, թե ինչ է կատարվում, ուղղակի անմիջական մի քանի տասնյակ կիլոմետրի
հարևանությամբ եւ սա դեռ ինչի է վերածվելու, այսինքն այսպես չի սենց գնաց, հալած յուղ սենց ընդունեցինք, ամեն ինչ վերջացավ, խաղաղացավ եւ Հայաստանն էլ դարձավ վերջապես շատ լուրջ բարգավաճող երկիր, ոնց որ իրենք են պատկերացնում։ Թուրքիայում վերջերս տեղ ունեցավ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը եւ հետաքրքիրն այն էր, որ Իրանի նկատմամբ այս գործողությունների մասին խոսվեց հենց այդ գագաթնաժողովում, հենց Թուրքիայում, թուրքերի ներկայությամբ, նաեւ անթաքույց ուրախության ներքո եւ նաեւ տեսնում ենք, որ ադրբեջանական կողմն է ըստ հրապարակված տեղեկությունների զորավարժություններ իրականացնում Հայաստանի սահմանին, Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին, կարծես թե Իլհամ Ալիևը ի տարբերություն Հայաստանի, ինչպես դուք նշեցիք, պսևդո ղեկավարի, ձեռքը պահում է զարկերակի վրա։ Այո, գաղտնիք չէ, որ թուրքերը եւ նաեւ ադրբեջանցիները ուշի ուշով հետևում են ինչա կատարվում իրանական ճակատում, որտեւ այդ մասով երկուսն էլ բավականին լուրջ հետաքրքրություն ունեն Իրանի թուլացումը միանշանակ օգուտ է լինելու Թուրքիային եւ բարձրացնելու է նաեւ, այսպես ասած, ադրբեջանական գործոնը։ Այստեղ մենք տեսնում ենք շատ սինխրոն աշխատանք առաջին հայացքից անշուշտ կուլիսային որոշակի արդեն ինչ-որ մրցակցային էլեմենտներ եմ ես սկսել տեսնել կապված Բաքվի ավելի այսպես անկախ խաղացողի դեր ստանձնելու նկրտումները, որոնք գնալով շատ ավելի, այո, որոնք գնալով շատ ավելի սկսել են խորանալ, ինչը բնականաբար չի կարող դուր գալ Անկարային։ Այո, երկուսն էլ որքան էլ որ բան չի, այսինքն իրենց օր առաջ պետք է ամեն ինչը վերջանա, խաղաղությունը պիտի տիրի տարածաշրջանում, ոչ, եթե չասեմ նաև որոշակի կուլիսային, այսպես խառնակցության դերակատարում են վերցրել իրենց վրա եւ փորձելու են առաջ տանել նամանավանդ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը բավականին այսպես տարբեր եւ մամուլի եւ վերլուծաբանների գնահատականներով բավականին հաջող է անցել հենց Թուրքիայի համար, դա իրենք կարողանում են ճիշտ կազմակերպել այդ պոմպեզությունը ապահովել, շեշտադրումները ապահովել, վերջի վերջո իրենք իրենց այդ տարիների երազանքը կարծես թե ստացան, գոնե բանավոր, այսպես դեռևս ոչ թղթի վրա է F-35-երի եւ այս 400-ների կապված պատմության մասին է խոսքս, երբ կլինի, թե չի լինի, ինչպես կլինի, դեռ ժամանակը ցույց կտա, որովհետև սա էլ առանձին մի լծակ է, բնականաբար, որ ամերիկացիները շարունակելու են իրենց ձեռքում պահել։ Այո, զորավարժություններից մի զարմացեք, դրանք շարունակական են լինելու եւ միշտ են լինելու, որովհետև դու երբ որ ունես նորմալ երկիր, երբ որ դու հասկանում ես ինչ բանա դիվանագիտությունը եւ ինչ բանա ընդհանրապես արտաքին պարտներների հետ եւ քո ամիջական հարևանների հետ աշխատելը, դու ոչ թե բարձրանում ես սարեր, այլ անցնում ես 24/7 ռեժիմի, ամբողջ կառավարությունը պահում ես հենց այդ ռեժիմի տակ, որքան էլ որ ծանր եւ շոկ ես եղանակին դժվար կլինի աշխատելը, բայց դա նորմալ երկրների մասին է հասկանում եք, դա մեր իշխանություններին բացարձակ չի կարող վերաբերել, դու իրենք այդպես էլ չհասկացան ինչ բան է երկիր կառավարելը, երկիր ղեկավարելը եւ այսպես ճգնաժամային իրավիճակում ինչպես քեզ դրսևորելը։ Սա է, իսպար դա բացակայում է իրենց մոտ։ Հայկական Քնեսետում խոսվեց հայաստանյան քննարկման մասին, որ Իսրայելը պատրաստում է վերջապես ընդունել հայաստանությունը, բնականաբար դա չհարկվեց հետո, բայց թուրք-իսրայելական հարաբերությունների այդ փուլում հերթական սրացումը տեղ ունեցավ եւ հետաքրքիր էր նաեւ ադրբեջանական կողմի արձագանքը, Ադրբեջանի ավելի սուր էր, քան թուրքական, այո։ Ադրբեջանի արտգործնախարարությունը շատ կոշտ եւ հետաքրքիր հայտարարություն տարածեց իսրայելական կողմին ուղղված դա արդյոք կարող է որևէ դերակատարում ունենալ Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունների մեջ
Եվ եթե փորձենք գնահատենք թուրք-իսրայելական հարաբերությունները, օրինակ, բնականաբար մենք գիտենք, որ կա շահերի բախում Մերձավոր Արևելքում Թուրքիայի եւ Իսրայելի, դա հատկապես կապված է Սիրիայի հետ, որտեղ Ասադի վարչակարգի տապալումից հետո Իսրայելը իրականացրեց գործողություն, ռազմական ներխուժում եւ փաստացի թուրքական պրոքսիների հետ ունեցավ ազատության գոտիների բաժանում Սիրիայում։ Ժամանակի հարց էր, որ իրենց շահերը այդտեղ բախվելու են։ Ինչի կարող է հանգեցնել թուրք-իսրայելական հարաբերությունների սրումը, եթե բազմաթիվ վերլուծաբանների գնահատմամբ Իսրայելի համար Իրանից հետո հաջորդը Թուրքիան է։ Դա միշտ է եղել, երբեք դա չի էլ կանգնել, որովհետև սեպի նման կամ կոկորդին մնացած ոսկորի նման Իսրայելին է վերաբերվում խոսքս, Թուրքիան շարունակելու է լինել։ Հասկանում եք, մենք շատ լավ գիտենք միասին եւ մասնագետ որպես եւ նաեւ մեր ունեցած հնարավոր այսպես տեղեկատվական հոսքերի նկատմամբ մեր բագաժը, հա, այսպես ասենք, միշտ եղել են այդ կուլիսային շփումները թուրքերի եւ Իսրայելի միջև։ Եվ դա այսօր չի, երեք չի, տարիներ առաջ չի, դա անընդհատ է Իսրայելի ստեղծման իսկ օրվանից մինչև Իսրայելի ստեղծումն էլ, այսինքն այս իմաստով այս վայրի վերումները այնպես չի, որ առաջին անգամ են։ Այո, կա հստակ շահերի բախում, թերևս շատ ավելի սրված շահերի բախում, կա այդ միտումը, որ նախ Իրանը պիտի մարսեն դեռ, Իրանը այդպես չմարսած չեն կարող միանգամից անցնել, այո, երկրորդը լինելու է Թուրքիան, գոնե Էրդողանական Թուրքիան, հասկանում եք, երբ որ մենք տեսել ենք, թե Էրդողանը տարբեր ամբիոններից, տարբեր ֆորումների ժամանակ, ինչպեսի ուղղակի կտրուկ հայտարարություններ է արել, բայց արի ուտես վերջի վերջո տնտեսական կոմպոնենտը անընդհատ աշխատել է մևնույնն է, որևիցե բան չի կանգնել, էմբարգոներ չեն եղել, առևտուրը ծաղկել է եւ եկեք այնուամենայնիվ գազային ցեղասպանության ֆոնին միանշանակ անգամ գազային ցեղասպանության, ովքեր մի ձեռքով մի բան ասել, մյուս ձեռքով մի բան անել, այդ թուրքական փայլուն, այսպես ասենք, դիվանագիտության եւ քաղաքականության արդյունքն է իդեպ հատուկ ծառայությունների եւ դիվանագիտության այսպես համեմված մասով եմ ասում եւ հիմա էլ իզուր չի, որ նույն նախկին հատուկ ծառայությունների ղեկավարը այժմյան արտաքին գործերի նախագահ Ֆիդանի մասին է խոսքը գնում, որը իդեպ լրջագույն գործոն է իրենց կաբինետում եւ ընդհանրապես քաղաքականության այսօրվա քաղաքականության լրջագույն ճարտարապետներից մեկը, նաեւ ամենա այսպես լուրջ իրավահաջորդներից մեկը։ Այո, պարզ էր, որ Իսրայելը այս գործոնը ցեղասպանության որոշակիորեն պիտի գործածի եւ ինչ որ միտեղ պիտի փորձեն տանել։ Բայց վերջի վերջո միևնույն է աշխարհակաղակականությունը այնպիսի բան է, առավոտյան կարող ես մի բանի ականատես լինել, երեկոյան լրիվ իրավիճակը փոխված լինի։ Ավելի քան համոզված եմ, որ եղել են կուլիսային պայմանավորվածություններ, ավելի քան համոզված եմ, որ ուղղակիորեն ասել են մի գնացեք ավելի սրացման եւ մի մցրեք այս ամենը քնեսետ, այնպես էլ չէր, որ այս ամեն ինչը մտնելու էր քնեսետ եւ քնեսետն էլ վերջնական իր խոսքն էր ասելու, մանավանդ իմ ունեցած տեղեկություններով, կարծես արձակուրդի շրջանը, չէ, այնտեղ ավելի շատ, իսկ աշնանը սկսում են արդեն նախընտրական հարցերը, ցեղասպանությունը հայոց միշտ եղել է շահարկման առարկա եւ անընդհատ դա փորձելու են պահել։ Սա եւս մեկ անգամ մեկ ազդանշան է ցույց տալու, որ տեսեք մենք ունենք այս հարցը, սա դեռ օդում պահած, օդում կախած բան է, կարող ենք ցանկացած պահի օգտագործել։ Հիմա ամենավատը այստեղ գիտեք որն է, որ սրանից որևէ շահեկան բան Հայաստանի համար չի լինելու։ Պատկերացրեք հայկական հարց է քննարկվում շատ լուրջ մակարդակների վրա, որովհետև ես չեմ հիշում վերջին տասնամյակներին, որ այսքան մոտեցած լինեն կամ
գործադիր իշխանության ներկայացուցիչները իդեմս արտաքին գործերի նախարարի, իսկ ինքը վերջին մարդը չի կառավարության մեջ, Իսրայելի նկատի ունեմ, այս մակարդակի բարձրացվել է այս խնդիրը, հասկանում եք, անշուշտ բան չէինք, հիմար չէինք եւ պարզ էր, որ հասկանում ենք, որ սա հերթական շահարկման գործիքը պիտի լինի իրենց ձեռքում, շահարկեցին, կարող օգուտ ունենալ։ Իհարկե կարող էր նորից, իհարկե կարող էր օգուտ ունենալ, իհարկե կարող էր դիվիդենտներ ունենալ, իհարկե կարող էր, բայց քանի որ Հայաստանին դա բացարձակապես չի հետաքրում եւ մեր պատմության մեջ երևի առաջին ու տա Աստված վերջին անգամ է, երբ որ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է անում եւ ասում է, որ ինքը որևէ մեկնաբանություն չունի այս զարգացումներից, արդեն ամեն ինչը պարզ է։ Լավ է չեք գնացել Ալիևին երկրորդել կամ Էրդողանին երկրորդել, դա էլ կլինի, այդ օրն էլ կգա։ Իսկ միգուցե իրենք էլ աշխատանք են տարել կուլիսային, որ բան արեք, սառացրեք, մի արեք, էլի այս հարցը, որովհետեւ դա խանգարում է, ասենք օրինակ, խաղաղության օրակարգին կամ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ես դա չեմ բացառում, որովհետև ամեն ինչ այս ոչ adekvat իշխանություններից կարելի է սպասել։ Վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բավական հետաքրքիր հայտարարություններ իրականացրեց նախ Արցախյան հիմնահարցի շուրջ եւ այնուհետև Ռուսաստանի վերաբերյալ խոսելով Արցախյան հիմնախնդրի մասին նա նշեց, որ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ամեն ինչ անում էին, որպեսզի Լեռնային Ղարաբաղը մնար հայկական եւ ստիպում էին ադրբեջանցիներին, որպեսզի բավարարվեն ընդհանրապես 5+2 տարբերակով, որին Ալիևի բառերով իրենք երբևէ չէին համաձայնել։ Սա իր խոսքերն են եւ ըստ էության Ալիևը բավական հետաքրքիր բացահայտում է անում, նշելով, որ ԵԱԿ Մինսկի խմբի գործունեությունը 30 տարվա կտրվածքով ամբողջովին տեղավորվել է հայկական շահերի տիրույթում։ Դա ըստ էության հակոտնյա է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ 96 թվականից օրինակ դեռևս Արցախը արդեն իսկ հանձնված էր, ուղղակի ժողովրդին դրա մասին չէին ասում։ Դե հիմա սա եւս մեկ անգամ ցավալիորեն եմ սա իհարկե ասում, որ Ալիևը պիտի հաստատի, որպեսզի մարդիկ հասկանան ինչի մասին է։ Մենք սրա մասին շատ ենք խոսել, էլի։ Ընդհանրապես եւ քաղաքագետները, եւ վերլուծաբանները, եւ դիվանագետները քանի անգամ են այս հարցին անդրադարձել, որ այն ինչ որ Նիկոլի շուրթերից է հնչում կապված Արցախյան հիմնահարցի մեջ տոտալ սուտ է, այսինքն ոտքից գլուխ կեղծիք է։ Դա ինքը եթե գնա ինչ որ բացատրի M մարդկանց, ովքեր հարյուրավոր կիլոմետրերով հեռու են եղել ընդհանրապես Արցախյան հիմնահարցից եւ զարգացումներից, ինչ որտեղ միգուցե կհասկանան, բայց ում եք փորձում ինչ ասել մարդկանց, ովքեր որ ներգրավված են եղել այս ամեն ինչի մեջ եւ ներսից են հրաշալի տիրապետում ընդհանրապես Արցախյան հիմնահարցը, ինչպես է սկսել, ինչպես է զարգացում ունեցել, որտեղ է հասել, ինչ կետերի է հասել։ Այո, Ալիևի ասացի մեջ բնականաբար ճշմարտությունը կա այն իմաստով, որ նա հաստատում է այն ինչ որ մենք անընդհատ այս տարիների ընթացքում փորձել ենք մեր հասարակությանն ավելի լայն շերտերին բացատրել։ Որևէ նորություն չի բերում ինքը, հասկանում եք, մեկ-մեկ էլ իմ մոտ զարմանք է, էլի նեղացած է լինում այդ պահին, ասենք Նիկոլիից, ինչ որ ճմկտելու խնդիր ունի հերթական, ուզում է հերթական այդ ձեռառնոցին բարձրացնի, ասելով որ տես sense բաներ եմ սկսելու խոսալ, ամպլիտուդը ավելի կբարձրացնեմ, քեզ համար շատ լուրջ վարկանիշային խնդիր ես ունենալու քո երկրում։ Ես ուղղակի չեմ կարողանում էլի պատկերացնել, մեկ-մեկ sense նայում եմ, կարծես թե իրանք երջանիկ են եւ ոտու ձեռով պիտի ուրախ լինեն, որ Նիկոլի նման մեկը կա, որին հենց իրենք էլ աճացրել են, իրենք էլ թեվթիկունք են եղել, որ ինքը բերի այս կետին հասցնի եւ Նիկոլի վարած քաղաքականությունը ու արած քայլերը ուղղակիորեն իրանց համար մեծագույն նվեր է, բայց մեկ-մեկ ուզում եմ հասկանալ, լավ, այս խայթոցներով, խփելով,
շատ դեպքերում ուղակի ճակատին, շատ դեպքերում մեջից, ասենք Ալիևը ինչ է հետ։ Այո, կա այդ ամեն ինչը փաթեթային կա Դավիթ ջան, միանշանակ կա։ Օր առաջ անելու, որ մեզ չի հետաքրում, դու սահմանադրական մեծամասնություն ունենալու ես, չէ, գտի ճանապարհը, խոստացել ես, այդ պահանջը պիտի կատարես։ Եվ անընդհատ է դա լինելու, գնալով շատ ավելի շատ պիտի խոսեն, շատ ավելի կոշտ ձևերով պիտի խոսեն։ Այո, երբ որ դու չկաս, գոյություն չունես, այն որ այդ խոսքով արդեն ասում է, իսկ ով ասաց, որ երկխոսություն է եղել իմ եւ Փաշինյանի մոնոլոգ է եղել է մոնոլոգ, ես եմ որոշել 4 գյուղերի ճակատագիրը, այդպես էլ եղել է։ Ալիևը նաև խոսեց Ռուսաստանի մասին, ակնհայտ հակառուսական տոնայնությամբ եւ շատ սուր շեշտադրումներով, թվում էր, թե ինքնաթիռի ավիաաղետից հետո, երբ ռուսական կողմը ներողություն խնդրեց, երբ կոմպենսացիաներ տրամադրեցին, այդ մեկ տարվա լարվածությունը արդեն իսկ սառչել է, բայց մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են մնալ լարված մակարդակում եւ Իլհամ Ալիևը երեք հերթական, այսպես ասած, չափականակը ավելացրեց, նշելով, որ ռուսական կայսրության ժամանակ ադրբեջանցիները գաղութացված էին, հետագայում խորհրդային միության ժամանակ ոչ ազատ երկիր էր, այսինքն կար խորհրդային միություն, բայց չկար անկախություն կամ ազատություն, ակնհայտորեն խայթելով Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանի համար խորհրդային միության շրջափուլը պատմության շատ կարևոր է։ Եվ անձամբ նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ ամենամեծ աշխարհաքաղաքական աղետն էր իր համար խորհրդային միության փլուզումը։ Եվ խոսեց նաև ուկրաինական кейսի մասին, հայտարարելով, որ Ադրբեջանի դիրքորոշումը այդ հարցում անբեկանելի է, իրենք պաշտպանում են Ուկրաինայի ամբողջականությունը տարածքային։ Ձեր կարծիքով մարսելու է Ալիևը արդյոք։ Տեսեք, ցանկացած Ալիևը օրինակ շատ ցայտուն վառ դիկտատորի կերպար է, փոքր դիկտատորի, այսինքն ոչ լայն, այսպես լայնամասշտաբ խաղացող, բայց ինքը այնուամենայնիվ փորձում է գնալ դրան։ Այն արտաքին քաղաքական քայլերը, որ ինքը կատարում է հիմնականում ուղղությունը տանելով այս պահին գոնե դեպի արևմուտք եւ Միացյալ Նահանգներ, անթաքույց անընդհատ գովաբանելով Միացյալ Նահանգները եւ այսպես երկրորդ կամ հետին պլան մղելով ռուսական ուղղությունը, սա որոշակի նաեւ կա այդպիսի բան, որ մեկ-մեկ այդ սուլթանին հատուկ կամ դիկտատորին հատուկ բաներ ունի ինքը, որ իրականության նկատմամբ որոշակի բանը կորուստ կա իրա եւ իրականության միջեւ։ Որպես կանոն նման տիպ պերսոնաժները պատժվում են։ Պատժվում են միանշանակ, այսինքն այն որ ժողովրդի խոսքով ասած ոտքերը գետնից երբ որ պոկվում է եւ ինքը իրեն այսպես շատ եթերային ազգում եւ տիրակալ ազգում, այդտեղ այո կորուստները շատ ավելի մեծ են լինում։ Ցանկացած դիկտատոր ունեցել է իր ավարտը եւ մենք տեսել ենք, որ այդ ավարտի հիմնական փուլերը, որոնք ազդել են որպեսի վերջակետ դրվի իր գերիշխանությանը, եղել են հենց այդպիսի սխալները կամ իրականությունից կտրված լինելը կամ փորձելը միած սա էլ փորձեմ, եթե ստացվեց մի ոտք էլ առաջ կգամ, ավելի մեծ քաշային կարգ դառնա։ Դու չես կարող, եթե դու հանդես ես գալիս, ասենք 80 պլյուս քաշային կատեգորիայում, դու երբեք չես կարող 100 պլյուսի կամ 120 պլյուսի հետ կռվել։ Դա ուղղակի անհնար է։ Հիմա այո, կան խնդիրներ ռուսական ուղղությամբ, մանավանդ այս վերջին շաբաթների ընթացքում ուկրաինական թիրախային հարվածները քրիտիկական ենթակառուցվածքներին, բայց ես կարծում եմ ռուսների հետ հանաքանելը լավ ավարտ չի ունենում։ Այս ամեն ինչը ինչ որտեղ միանշանակ ֆիքսվում է, արձանագրվում է եւ ինչ որ մի պահի անշուշտ դրվելու է իրենց դեմ, այդ մանևրելու, սուտ ասելու, փորձելու ինչ որ ձև տալ, հետո գնալ պատերի հետևը մեղանչել, թե չէ, ես ուրիշ բան եմ նկատի ունեցել, անընդհատ այդ մարդկանց թվում է, այդ դիկտատորների մոտ է այդպիսի բան, որ
այդ վսիդազվոլենեսը, այդ ամենաթողությունը, որ կա, դա կարող է տարածվի նաև արտաքին դաշտի վրա։ Այդ նույնն էլ վերաբերվում է, որ մենք Եվրոպայի խորհրդին արդեն որոշել էինք, որ դուրս են գալու, մեզ խնդրեցին, որ չէ, չանենք մենք այդ քայլը, մենք էլ ասացինք, դե ուրեմն պաշտպանենք մերոնց իրավունքները, մեր падգամավորների եւ այլն, թե չէ մեզ Եվրոպայի խորհուրդը պետք չի, այդ պետք չի, վաղուց դուրս գայիք, ինչի եք շարունակում մնալ, հասկանում եք, խաղացնելու մեխանիզմն է, որը ի դեպ թուրքական դիվանագիտության այսպես աշխատացվող եւ կյանքի իրավունք ունեցող գործիքներից մեկն է, շատ նկատելի է այդ հետքը եւ այդ ազդեցությունը ադրբեջանական դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության վրա կարողանա մարսի թե ոչ, այդ արդեն թող ռուսները մտածեն ինչ էր ուզում այս ամեն ինչով ասել, արդյոք կա մի բան, որ իսկապես ինքը ուզում է եւ սրանով պիտի ծախի ռուսական կողմի վրա, դա էլ ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի, անկախ ամեն ինչից, թե որքան է ցանկությունը մեծ այդ բազմել այդ բասկաթոռին, տենց վերևից այդ հսկայական մեդիա ֆորումի ժամանակ անել տենց անպատասխանատու կամ միգուցե իր համար շատ պատասխանատու հայտարարություններ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր դիվանագետների համայնքական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանը, ԶՍՏ Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել ալիքին, Patreon, Super Chat, Donation Alerts, քարտային դրամական փոխանցումներ, կրիպտոարժույթ եւ կհանդիպենք հետագայում։